Բայց ինչի է հետևանքը այդ ոչ adekvat բանվածքները։ Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Ինչի է այդքան խմել, ինչ ա եղել։ Այդ իրան հարցին։ Կարող է արդյունքներն են պատճառը։ Չէ, արդյունքները շատ լավն են։ Բայց մի բան ձեզ ասեմ, ես որոշակի առումով մտահոգվեցի նրա համար, այդքան քրփականներով դուրս եք եկել։ Եթե մենք ոնց որ Պարոն Ալումյան, Փարաքարում ԿՊ-ն պարտվել է ապրելու երկրին, կարող եք ես Փարաքարից ոչ մի տեղ Մենք տվյալները հայտնում ենք ձեզ, Փարաքարում ԿՊ-ն պարտվել է Ես ապրելու տվյալներ չունեմ։ Դե մենք հասնում ենք Դե ձեզ։ ձեր ասածը իմ համար հիմք չի։ Հրապարակված Ես չեմ տեսել, ինչ եք ուզում ասել։ Ես չեմ տեսել։ Բայց Երբ շատ որ վատ է, որ դուք չեք տեսել, որովհետև չեք հետևում, հա ձեր տեխնատոնը ես տեղ եմ հետևել, վաղը կհետևենք, թվերը կնայենք։ Ահա արդեն ամփոփված կլինի։ Իհարկե, բա պետք է ամփոփվի, որ Հետաքրքիր չէ, Պաստորա Լյուդվիգ շատ հետաքրքիր է, բայց պետք է վերջնական արդյունքներ հրապարակել։ Որ մի հոգի հարց տա, որ մեկը հարց տա։ Ձեր թիկունքում կանգնած մարդը խմած է։ Չեմ կարծում։ Այդ թիկունքի կանգնած մարդը պարտադիր չի, որ մեր շտաբի հետ կապ ունենա։ Չգիտեմ ում մասին է խոսքը։ Եվ վիրավորում լրագրողներին։ Սխալ են անում, եթե անում են, մեր շտաբի հետ կապ չունեն հաստատ։ Հիմա տվյալներն ինչպես է, որ Գյումրիում դուք կկարողանաք միայնակ իշխանություն ձևավորել, թե ոչ։ Նախնական տվյալներով ոնց որ ոչ։ Իսկ ինչ է, որպես եք պատկերացնում այս դեպքում։ Դե թվերը միջև վերջ հրապարակվեն, որ պատկերացնենք։ Եվ ինչու Գյումրեցին միանձնյա իշխանություն չվստահեց ԿՊ-ին ըստ ձեզ։ Այդ գյումրեցիներին պետք է հարցնել։ Չէ, դու իշխանությունն ինչ էր արել։ Քաղաքացիական պայմանագրի վարկանիշներ ցածր։ Ոչ։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը գրավել առաջին տեղը եւ երկրորդ տեխնացուից գրեթե կրկնակյավել ձայնահավաք է։ 51 պլյուս չի հավաքել։ Իհարկե։ Դե 9 քաղաքական ուժ մասնակցել ընտրությունների ընթացքը հետևել եք բավականին բարդ ընտրություններ են եղել եւ իմ կարծիքով 2 ամիս քաղաքապետի պաշտոնակատար աշխատած մարդու գլխավորությամբ եթե քաղաքացիական պայմանագիրը գրեթե 40% ձայն հավաքել դա չի կարելի պարտություն համարել։ Դա իրավական process-ներ կար, նախ չեմ ուզում նախորդ խոսալ, որովհետև ընտրակաշարքի համար մարդեր ձերբակալվել, հետո բաց թողնել, նման խնդիրներ կան, եթե չեմ սխալվում 6 ահազանգ էլ այսօր եղել։